Իրանը այն երկիրը չի, որ հնարավոր է այտենց միայն ռմբակոծություններով, ինչ որ եւ սպառնում անույն Թրամփը, ինչպես եւ իրանք կիրառում են նույն հութիների նկատմամբ Եմենում, միայն ռմբակոծություններով խնդիր լուծել եւ Իրանը այն երկիրը չի, որ առաջի իսկ պահանջով հանձնվի։ Իրանը այդ երկիրը չի, Իրանը ամուր, եթե կուզեք ձիգ երկիր է, իր ներքին ինստիտուցիոնալ համակարգով եւ իր արդեն փորձառու բավականաչափ ռազմական ուժերով եւ Իրանի հետ պատերազմը դա ոչ միայն տարածաշրջանային պատերազմի կարող վերածվի, այլ համաշխարհային պատերազմի կարող է վերածվել, որովհետեւ Իրանը ինչքան էլ որ իզոլացված է, այնուամենայնիվ ունի ուղղակի կամ անուղղակի դաշնակիցներ, որոնք չեն համաձայնվի, որ Իսրայելը նույն ԱՄՆ-ն անվերապահ վերահսկողություն ունենան տարածաշրջանի նկատմամբ։ Մասնավորապես դրա հետ կապված, ասեմ, բնական մուսուլմանական երկրներ որոշակի մասնավորապես դրա հետ կապված խնդիր կունենա, անպայման կունենա Չինաստանը։ Հիմա Թրամփը փաստորեն այն նամակագրությունը, որ կա Թրամփ եւ Այաթոլլա Ամենեի միջև, Թրամփը իր գրավոր առաջարկն այո։ Թրամփը իր գրավոր առաջարկներն ուղարկել Իրանին սպառնալիքով հանդերձ, այսինքն հայտնի բանով, որ եթե չհամաձայնվեք եւ այլն, ապա մենք կսկսենք ռմբակոծել Իրանին։ Որին ի պատասխան իրանական կողմը ուղիղ եւ անուղղակի, այսինքն պատասխան թուղթ է ուղարկվել, նամակ է ուղարկվել, ինչա գրված դրա մեջ դեռևս հասկանալի չի, որովհետեւ դա չի հանրայնացվում, բայց հանրային իր դրսևորումներում Այաթոլլայից սկսած մինչեւ մնացածը ասում են հետեւյալը, որ մեր հետ սպառնալիքներով եւ նախապայմաններով պետք չի խոսել։ Մենք պատրաստ ենք քննարկումների, բայց այդ քննարկումները պետք է ելնեն Իրանի շահերից, ինչպես եւ դուք ուզում եք, որ ձեր քննարկումները ելնեն ԱՄՆ-ի շահերից։ Եվ դա բնական է, եկեք քննարկումներ ունենանք, այդ թվում միջուկային ծրագրի շուրջ, բայց նախապայմաններով եւ այդ նախապայմանները որպես ուլտիմատում ներկայացնելը մենք նմանատիպ քննարկումներ չենք ունենալու։ Այսինքն Իրանի դիրքավորումը իմ կարծիքով բան է, արժանապատիվ է եւ ընկալելի է, եւ ես կարծում եմ, որ հուսով եմ, չասեմ կարծում եմ, հուսով եմ, որ ձեր ասած այդ Իսրայելի Նեթանյահուի մասնավորապես այդ երազանքին, որ ԱՄՆ-ն ուղիղ ներգրավի ռազմական գործողությունների մեջ Իրանի դեմ, այդ ծրագիրը կյանքի չի կոչվի, բայց ես հուսով եմ ընդամենը, որովհետև դժվար է վերջնական գնահատական տալ։ Եկեք Միքայել ավելի գցենք, իհարկե եթեներով չեն խոսում, մենք բոլորս լավ գիտենք, բայց եթե հանկարծ այո Նեթանյահուին հաջողվի համոզել Միացյալ Նահանգներին եւ մենք նորից հետ գնանք եւ հիշենք այդ ՆԱՏՕ-ի իդեպ 76 ամյակներ, 76 ամյակներ, մի խոսքով, այդ հավաքի արդյունքում եկան այն եզրակացության, որ համախմբված ՆԱՏՕ-ն կա եւ մենք համախմբված պաշտպանելու ենք։ Միացյալ Նահանգների հնարավոր հարվածը Իրանին արդյոք նշանակում է ՆԱՏՕ-ի ամբողջ ՆԱՏՕ-ի գործարկում։ Այս պահին կարծում եմ նորից շատ դժվար է այդ հարցին պատասխանել, բայց հարցի պատասխանը անուղղակի տամ ՆԱՏՕ-ի մի շարք անդամներ առանձին, ոչ թե որպես ՆԱՏՕ ընդհանուր, այլ որպես առանձին պետություններ, մասնավորապես նույն Ֆրանսիան, բազմաթիվ անգամ հայտարարել է, որ այն մոտեցումը, որ կա Իրանի նկատմամբ, եւ այն մոտեցումը, որ կա Գազայում Իսրայելի կողմից իրականացվող, իրենք այդ մոտեցմանը կողմ չեն, այլ ավելին դեմ են։ Ուզում եմ ասել, ՆԱՏՕ-ի անդամ, կարևոր անդամ երկրների մեջ չի կարող լինել, չկա գոնե այս պահին միաբանություն Իրանի հետ կապված ուժային գործողություն իրականացնելու մասում։ Երկրորդը, Իրանը նորից ասել է, որ իրենք համարժեք արձագանք են տալու։ Հասկանալի է, որ Իրանի ռազմական միջոցները սահմանափակ են համեմատած ԱՄՆ-ի, առավել ևս ՆԱՏՕ-ի միջոցների հետ կապված, բայց համարժեք արձագանք տալը նշանակում է հարվածներ են լինելու ոչ միայն ԱՄՆ-ին, այլ նաև բնականա հարվածներ են լինելու Իսրայելին։ Իսկ Իսրայելին Իրանի ամբողջ զորությամբ հարվածը դա կարա շատ լուրջ բան, կործանարար անգամ ազդեցություն ունենալ։ Հենց որ կարծում եմ, նորից հուսով եմ։ Այո։ Հուսով եմ, որ գործը դրան չի հասնի, අවելին, եթե նույնիսկ հասնի դրան ՆԱՏՕ-ն
ԱՄՆ-ն առանցին պետք է կարծում եմ կամ որոշ երկրների հետ միասին, բայց ոչ ամբողջական Ամեն դեպս համաձայն եք, որ խնդիր է, հարց է։ Իհարկե խնդիր է, իհարկե վտանգ է։ Երրորդ համաշխարհայինի նման մեծ իհարկե վտանգ է եւ իհարկե շատ ավելի վտանգ է, քան թե ռուս-ուկրաինական պատերազմը, ասենք ասենք։ Այո, Իրանի դեսպանի, քանի Իրանի մասին ենք խոսում, Իրանի դեսպանը որոշ էլի հայտարարություններ արեց Հայաստանի հետ հարաբերությունները ամրապնդելու, կարծեմ Հայաստանում էր համաժողով էր Իրանը հայկական եւ նա ասաց, որ ոչ մի դեպքում խոսքը գնում էր իհարկե Ադրբեջանի մեզ անհանգստացնող կետը հիմա այդ է, որ Ադրբեջանը արդյոք կներխուժի Հայաստանի տարածք, կհարվածի Սյունիքի միջանցք, Սյունիքին, այսպես տարածաշրջան խոսվեց Իրանի դեսպանը ասաց, որ ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ այո ռազմական գործողություններ այստեղ եւ նա կրկին անգամ նշեց, որ Սյունիքի հարցում նրանց դիրքորոշումը մնում է նույնը եւ դա իրենց համար կարմիր գծեր են։ Իրան-Հայաստան փոխհարաբերություններում դուք ինչ որ փոփոխություն, ինչ որ ավելի խորացում, ինչ որ ավելի ջերմություն տեսնում եք, թե ինչ եղել միշտ եղել է եւ ասվում է այն, ինչ մինչ այժմ ասվել է։ Փոփոխություն հարաբերություններում դուք նկատել եք թե ոչ։ Տեսեք, ես ասեմ հետեւյալը, Իրանը ավելի բաց է սկսել խոսել Հայաստանի կարևորության վերաբերյալ իր երկրի Իրանի համար։ Այսինքն Իրանի ազգային եւ պետական շահերի համատեքստում, թե ինչքան կարևոր է Հայաստանը։ Եթե առաջ դա այդքան անթակույց չէր արվում, հիմա քանի որ իրավիճակը համաշխարհային սրվել է, այդ թվում Իրանի շուրջ ինչ որ մենք արդեն խոսեցինք, զարգացումները բավականաչափ լուրջ են, Իրանը սկսել է ուղիղ տեքստով ավելի խոսել եւ այդ ասացի մեջ, օրինակ, ես վերաձևակերպեմ Իրանի դեսպանի ոչ առաջի ելույթն է նրա վերաբերյալ, որ Սյունիքը հայտնի խոսքով էր, դա Հայաստանն է եւ վերջ։ Եվ դա ասում է Իրանի դեսպանը փաստացի, դա ասում են Իրանի մնացած պաշտոնյաները։ Եվ Իրանը անընդհատ առաջարկ, այդ թվում դեսպանը, անընդհատ առաջարկներում է հանդես գալիս, ասել է, որ մենք օրինակ բանի հյուսիս-հարավի համատեքստում պատրաստ ենք մասնակցություն բերել, Հայաստանը ավելի ներգրավել այդ ամբողջ ծրագրերի մեջ եւ դժբախտաբար ինչպես նախկինում նախկին վարչակարգերի օրոք, այնպես էլ այս վարչակարգի օրոք բավարար անհրաժեշտ համարժեք արձագանք չի ստացվում։ Այսինքն Իրանի ներուժը եւ անվտանգային եւ առևտրատնտեսական հայկական կողմը ոչ օգտագործել է, ոչ էլ օգտագործում է։ Այստեղ մի քանի գործոն կարող է դեր խաղալ եւ դերախաղում, մասնավորապես Իրանի հետ հայկական հարաբերությունների, Հայաստանի հարաբերությունների նկատմամբ միշտ խանդոտ են վերաբերվել նույն ռուսները, միշտ խանդոտ են վերաբերվել նույն արևմուտքը եւ հայկական վարչակարգերը տարաբնույթ ներառյալ այս մեկը դա հաշվի առնելով, այսինքն չլուծելով պետական անհրաժեշտ խնդիրներ, այլ լուծելով անձնական իշխանության խնդիրներ, չեն մտել Իրանի հետ բավարար խորը հարաբերությունների մեջ։ Պարոն Հակոբյան, իսկ Հայաստանը կարող էր լինել միջնորդ։ Այդ տեսեք, մենք խոսեցինք, որ Թրամփը եւ Իրանի ուրեմն ներկայացուցիչները բարձրաստիճան, նրանք միջնորդավորված, մեկը Քաթարի միջոցով, մեկը ուրիշի միջոցով։ Իսկ Հայաստանը կարող է լինել այդ դերը վերցնել, թե դեռ այդքան ուժ չունի Հայաստանի Հանրապետության իշխանությունը։ Տեսեք, Հայաստանի ոչ այս իշխանությունների, այլ եթե արմատական իշխանական փոփոխություն լինի եւ Հայաստանում լինեն ազգայնական իշխանություններ, ապա այո, դեր հարցը ակտուալ է եւ առօրեական է, որ Հայաստանը տարածաշրջանում իր դիրքերը ամրացնելուց հետո իր պետականությունը ինքնիշխանությունը ամրացնելուց հետո կարող է մի շարք հարցերում նաեւ հաշվի առնելու բարեկամական հարաբերություններ, եթե ոչ միջնորդ գոնե մասնակից լինել։ Այսօր դրա մասին խոսել ավելորդ է, որտեղ Հայաստանը իր իսկ հարցերի լուծման տիրույթում ոչինչ չի կարող անել, որ մնաց ուրիշների։